Դուք չտեսակ են տեսանը, թե ոնց են սենց վազելով գալիս։ Երեխեք, բարև ձեզ, բարև ձեզ, եկեք հլը գնանք տենը, եկեք հլը քարտես տամ ձեզ, եկեք, Լեո արիստեղ ասե, սպասի, արի, Լեո ստեղ, արի, Լեոնար, արիստեղ, մի հատ երեխեքը թողսեց կանգնի, հերթով, ճանապարհ։ Ստեղով մտում եք, ստեղից դուրս գալ։ Շուտ արալու։ Լավ եք երեխեք ջան։ Ճանապարհ տվեք երեխեքին։ Էս կոմով։ Ամենին էլ ապետ ասել։ Բարում քրուչը տարում քրուսը լեզուկով։ Հա, եղբայրս հիմա։ Երեխեք եկեք։ Այն ժանոտ Ինչ ես արել խեի։ Всё, գնացինք։ Բա դուք չեք ակ ստանաք։ Լեո։ Լեոնար։ Արտիստներից կարող եք տալ մի հատ տեսակ թողնիկներից։ Մի հատ տվեք ինձ։ Շնորհակալություն։ Լեոնար։ Թող։ Բարև իմ ախպեր, ես քեզ շատ եմ սիրում։ Տերեմ խաղաղությանը, շնորհակալ եմ, որ դու կաս այսի թորնիկիս։ Ու Աստված քեզ ուժ ու առողջություն Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Այո, Նիկոլ Վարչապետ։ Բարև ձեզ, Սիրես ինչքան կա մետունը։ բարև ձեզ։ Ես մեկներ եմ թորնիկը։ Աստա դու կտրվիս։ Գնանք ընդեղ պիկապին։ Արմեն։ Մեծ մի հատ կտակ ցավը տա, որ խնդրեմ մի հատ դրել բարը։ Մի հատ եմ։ Մի քանի հատի կտակ։ Շնորհակալություն։ Մեր շիրակի կարող Ինչ պետք է ասես, հարաբարակսացեք։ Շնորհակալություն։ Ապրես, ես վերցու։ Կտակը սրանցի 3 հատ։ 3 հատ վերցու։ Ժողովուրդ ջան, Շենգավիթ վարչական շրջանի հիմա տարածքում ենք։ Հենա, այս ինչ լավ բաներ ա կառուցել ստեղ Երևանի քաղաքապետարանը, հələ մի հատ ցույց տվեք, էլի։ Այդ են բաներից ա, այն նույն բանի ուսի տրինաժորներից ա, հələ մի հատ ցույց տվեք։ Հələ տեսեք ինչ նստարաններ ա կառուցվել։
Ճիշտ է թե չէ, կառուցվել է թե չի կառուցվել։ Ճիշտ է։ Իսկ պարապում են թե չեն պարապում։ Լուրջ, այսինքն օգտակար է էլի։ Մենակ գեղեցկություն չի, նաև օգտակար է եւ պարապում են, դա ամենակարևորն է, որովհետեւ մեր մտավախությունն են ասում ենք հանկարծ դնենք չօգտագործվի, ճիշտ չի լինի։ Շատ ուրախ եմ, որ օգտագործվում է։ Ողջունում ենք ձեզ։ 1 2 3 4 5 5-րդ հարկ, ողջունում ենք ձեզ։ 4-րդ հարկ, ողջունում ենք ձեզ։ 3-րդ հարկ, ողջունում ենք ձեզ։ 2-րդ հարկ, ողջունում ենք ձեզ։ Առաջին հարկից բոլորը այստեղ են, ըստ ամենայնի, որովհետև պատուհանից նայող չկա։ Սիրելի ժողովուրդ, այսօր շատ կարևոր օր է, որովհետև գիտեք ինչ քարոզարշավն էլ է, կենթանի process է, որտեղ ասելիքը կամած բացվում է, եւ շատ թեմաներ եւ շերտեր են ի հայտ գալիս, բայց եւ մարդիկ են գալիս մեզ միանում են, եւ այսօր գիտեք մենք մեծ վստահությամբ տեսեք էլի այս էլ է շատ կարևոր բան ես երկու խոսակցության դրվագ եմ ուզում պատմեմ մեր ընկերներից եւ մեր համագիրներից քաղաքացիներից մեկը նախորդող ուղ եթերում ա եղել ինչ պատմում եմ ուղ եթերում ա եղել ընդհանրապես կարակ ամեն ինչ ստուգեք մոտեցել է ասում դե դատի են տալիս եւ այլն կապված հայտարարությունների եւ այլնի հետ դե ես էլ եմ դատի տվել ինձ էլ են դատի տվել ես ուրիշ բան եմ ասում եմ ես կարծում եմ որ արժի որ մենք այդ պահը գնահատենք որ այդ էջը փակված է որ երբ որ մարդկանց խոսքի արտահայտության համար գնում են տարբեր կրիմինալ կիսաքրեական ռազմորկաներ հիմա մարդիկ գիտեն խնդիր ունես պետքա գնաս դատարանում լուծես եւ դա եւս մի զարգացման հանգրվանա որը մենք շատ մեծ հաջողությամբ անցնում ենք այլ բան որ դատական համակարգը իհարկե պետքա գնալով ավելի մեծ վստահություն վայելի ավելի արագ արձագանքի գործերին ավելի օբյեկտիվ Երկրորդ հանգամանքը մենք այնուամենայնիվ 8 տարվա իշխանություն ենք 8 տարվա Ես արդեն 8 տարուց ավել է որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ 8 տարուց ավել եւ 8 տարի անց մենք անցած լինելով COVID-ի, պատերազմի, 21 թվի, 22 թվի, 23 թվի միջոցով տեսեք մենք մեր քաղաքում եւ մեր երկրում մտնում ենք գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն, մենք կանգնում ենք եւ ելույթ ենք ունենում 10 հոգու համար, 20 հոգու համար, 50 հոգու համար, 1000 հոգու համար, 4000 հոգու, դե պարզա, մեծ թվերը պարզա, բայց շատ կարևոր բան է, որ մենք, այսինքն ես այսքան բանի միջով անցել ենք, չէ, շատ դժվար է եղել, հեշտ չի եղել, բայց ես գիտեք, ես ներքին բան ունեմ, համոզմունք ունեմ, Եվ այդ համոզմունքն ու վստահությունը ինձ տալիս է նաև ժողովուրդը, ինձ տալիս է, որ ես կարամ մտնեմ Երևանում ցանկացած բակ, կարամ մտնեմ ցանկացած բանկ, ասեմ բարև ձեզ, եթե 2 հոգի չի պատասխանի բարևին, 12 հոգի կպատասխանի բարևին։ Եվ սա շատ կարևոր բան է, ու շատ կարևոր է նաև, որ ես 8 տարվա վարչապետ եմ, եւ այն 2 հոգունով չի պատասխանի բարևին։ Էլի ամենայն հարգանքով։ Չէ, բայց էտա հեղափոխության նպատակներից մեկը նաև էտա եղել ժողովուրդ ջան։ Որ մարդիկ կարողանան արտահայտել այն, ինչ ուզում են արտահայտեն, չարտահայտեն այն, ինչ չեն ուզում արտահայտեն, կայացնեն այն որոշումները, որոնք ուզում են կայացնել։ Հիմա ասենք ենթադրենք ես էլի ասում եմ, այսօր քաղաքական ուժեր կան կամ մարդ կա Ասում դե ես եմ ելնելու վարչապետը, դե ես եմ ասում այդ հարցերը ասում ինչ եք խոսում, ես եմ ելնելու վարչապետը, լսեք այդ մարդիկ չեն հասկանում, ես կարամ ասեմ ես եմ ելնելու վարչապետը, դուք լսել եք ինձնից մի բառ, չէ, մի րոպե, մենք 3 ընտրություններ ենք անցել,
Ես մենակ հեղափոխության ժամանակ ասել եմ, այսինքն այն ժամանակ եւ հրապարակում, այսինքն հրապարակում չէ, ամբողջ Հայաստանը ոտի կանգնած ա եղել, ես ասել եմ, ձեր չունեք, պետքա ինձ ընտրեք վարչապետ, որտեվ ժողովուրդը դա ցույց է տալիս։ Դրանից հետո լսած կաք մի անգամ, որ ես ասեմ, ես ելնելու եմ վարչապետ։ Լսած կաք ինձնից մի։ Մենք 3 ընտրություն ենք անցել։ Որևէ ընտրությունից առաջ դուք լսած կաք, որ ես ասեմ, ես լինելու եմ վարչապետ։ Այն չեք խոսում, ես չեմ ասես ոչ մի տենց բան։ Գիտեք ինչի։ Որովհետև ես գիտեմ, ես չեմ որոշողը, ես կլինեմ վարչապետ, թե ես չեմ լինի որոշողը։ Դուք եք որոշողը, ես կլինեմ վարչապետ, թե չեմ լինի։ Դուք եք որոշողը, ես կլինեմ, թե չեմ լինի վարչապետ։ Եվ այդպես հələ տեսեք, այն 2 տարեկան երեխան դուք ծափ չեք տալիս, ինքը ծափ է տալիս։ Որովհետև հասկացար, չէ՞ ինչ եմ ասում ես, հասկացար, չէ՞։ Որովհետև, բայց ես ինչ համար եմ ասում, 2018 թվականի ընտրություններից Երևանի, Գյումրիի ընտրությունների եւ էլի քաղաքներ են եղել, ժողովուրդ ընտրությունների արդյունքները որոշվել, ասենք, սենց կարարներ, այս կոմենկոն որոշվել է 120 ձենով, 80 ձենով, 150 ձենով, դուք պատկերացնում եք։ Այսինքն 2018 թվի հեղափոխությունից մինչև օրը մի հատ ընտրությունների արդյունք չի կեղծվել, որովհետև մենք հասկանում ենք, որ դուք եք որոշողը, ոչ թե իշխանությունը։ Եվ այս ընտրություններն էլ դուք պետք է կայացնեք որոշում, դուք պետք է կայացնեք որոշումներ։ Եվ ես գլխից եմ ասում, ու միշտ եմ ասել, ինչ որոշում դուք կայացնեք, ինչ որոշում կայացնեք, մենք հլու հնազանդ կկատարենք ձեր կայացրած որոշումը։ Բայց մենք նաև հարկ ենք համարում ձեզ հետ կիսել ամբողջ տեղեկատվությունը, որ ձեզ անհրաժեշտ է եւ անհրաժեշտ կլինի որոշումներ կայացնելու համար։ Եվ մենք այսօր նաև ուզում եմ արձանագրեմ, ինչի շնորհիվ է, որ ես մտածում եմ, որ ես կարող եմ մտնել Հայաստանի ցանկացած բակ եւ խոսել մարդկանց հետ, որովհետեւ 2018 թվականից հետո մենք շատ դժվար ճանապարհներով ենք անցել, բայց ես ինչպես խոստացել եմ 2021 թվականին, ասել եմ, որ մենք մեր երկիրը, մենք մեր նավակը հասցնելու ենք խաղաղ նավահանգստի, խաղաղ հանգրվանի, մենք հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Մենք երբ որ ասել ենք 2021 թվին ապագա կա, դուք էլ հավատացել եք, ես այսօր եկել եմ ասել, որ ապագա ոչ միայն կա, այլև ապագան այսօր է, հիմա է, այստեղ է ապագան, որովհետև այրացայում անցյալի մեջ այրացայում սենց խաղարապարակ չէր կարարներ ժողովուրդ, այրացայում սենց խաղարապարակ կարա լինի ապագայի մեջ, և եթե խաղարապարակ այսօր այրացայում է, նշանակում է ապագան այստեղ է, ապագան այսօր է, ապագան հիմա է, այս է իրականությունը ժողովուրդ։ Եվ ես եկել եմ ձեզ շնորհավորելու այդ ապագայի առիթով, բայց էլի ես եկել եմ շնորհավորելու ձեզ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում միջին թոշակը այնքան է, որ թոշակառուն կարա ծերը ծերին հասցնի, լավ է, որ թոշակառուն կարա ծերը ծերին հասցնի, չէ շատ լավ չի, ես նկատի ունեմ դա մեր ամենամեծ երազանքը չէր, որ թոշակառուն ընդամենը ծերը ծերին հասցնի, բայց երբ որ ես վարչապետ եմ ընտրվելու տարի առաջ, Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակ եղել է 16,000 դրամ, մենք եկել ենք առաջի գործողությունով, կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, դարձրել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ այդ 32,000 դրամը կրկնապատիկը պակաս է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը, այսինքն կրկնապատկածը պակաս է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը, նվազագույն պարենային զամբյուղն են, որ
թոշակառուն իր թոշակով կարա սնունդ առնի այդ ամսվա համար գորե ինչ որ սնունդ ընդունի ինչ որ կալորիա որ իրան բավարարը ապրելու համար մենք կրկնապատկել ենք բայց էլի նվազագույն պարենային զամբյուղից պակաս ա եղել նվազագույն թոշակը հաջորդ գործողությունով մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին այսինքն դա 2022 թվին է տեղի ունեցել, որ թոշակառուն այնքան թոշակ ստանա, որ կարենա գոնե սնունդով ինքը իրան ապահովի։ Բայց դա էլ բավարար չի եղել։ Հիմա մենք 2025 թվականին, 26 թվականին, միջին կենսաթոշակը բարձրացրել ենք այնքան, որ թոշակառուն կարող է նվազագույն սպառողական զամբյուղով ծերին հասնի։ Սա նշանակում է, որ թոշակով թոշակառուն կարա սնունդ առնի, կարա կողքից մի հատ է կոշիկ առնի, մի հատ է բաժակ առնի, մի հատ էլ չգիտեմ պատարակավ առնի եւ այդպես շարունակ։ Եվ սա շատ կարևոր նորություն է, առավել ևս, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել առողջության ապահովագրության համակարգը եւ 65+ տարեկան թոշակառուները կարող են առողջապահական ծառայություններից օգտվել։ Դուք 65+ տարեկի ծնող ունեք, թե չէ։ Այո, ունեք։ Տեսեք, հիմա ձեր 65+ տարեկի ծնողը առողջության ապահովագրության շահառու է, բայց մենք այդ որոշումը իրանց համար ենք կայացրել, բայց առնվազն նույնքան կամ գուցե ավելի շատ նաև ձեզ համար են կայացրել, որովհետև նա ով տարիքով ծնող ունի, մեկը միշտ մտքում այդ տագնապը կա, հանկարծ եթե մի բան պատահեց, բայց ինչ եմ անելու, ոնց եմ լուծելու այս հարցը։ Հիմա մենք այդ որոշումը կայացրել ենք, որ ձեզ ասենք դուխով, չվախենաս, որովհետև եթե թող բոլորից ծնողներին Աստված առողջություն տա, բայց հանկարծ եթե առողջական խնդիր լինի, քո պետությունը քո կողքին կանգնած է եւ չվախենաս, քո պետությունը քո կողքին կանգնած է։ Բայց էլի եմ ասում, ես կարող եմ բազմաթիվ բաների մասին խոսել։ Ես կարող եմ խոսել դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, ճանապարհների մասին, ուսուցիչների աշխատավարձերի մասին, դպրոցների լաբորատորիաների մասին, ես կարող եմ խոսել գիտության ֆինանսավորումը կրկնապատկելու մասին, ես կարող եմ խոսել բանակում աշխատավարձերի մասին, իդեպ բանակի մասին։ Այս քանի տարի է վերցնում դնում ենք։ Ես ուզում եմ, որ բոլորդ լսում եք ժողովուրդ, ուզում եմ բոլորդ 2026 թվականի մայիսի 28-ին հեռուստացույցի առաջ չնստեք, գաք Հանրապետության հրապարակ, զորահանդեսը նայելու, զորահանդեսը։ Ընդ որում, ես հանձնարարել եմ, որ զորահանդեսով, որ անցնի ռազմական տեխնիկան, չի հեռանալու, Տիգրան մեծ պողոտայում սենց երկար, մենք եղած տեխնիկան տեղադրելու ենք ենտեղ, որպեսի ժողովուրդը գա առավոտից իրիկուն նայի։ Եվ ես, երբ որ պաշտպանության նախարարին ես հանձնարարականը տվել եմ, հաջորդ հանձնարարականը տվել եմ էկոնոմիկայի նախարարին։ Ուր է էկոնոմիկայի նախարարը։ Ասել եմ մայիսի 28-ին Երևանի կենտրոնի, փոքր կենտրոնի եւ մեծ կենտրոնի բոլոր սրճարաններին եւ ռեստորաններին եւ սննդի կետերին կասեք, որ պատրաստ լինեն, որովհետեւ իմ կանխատեսումն է նա, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակ եղած, չգիտեմ ինչքան մարդ կգա, բայց իմ կարծիքով գոնե մի քանի տասնյակ հազար մարդ կգա։ Այդ մարդիկ երբ որ եկան, տեսան զորահանդեսը, իրանց մոտ առաջանալու է մի անխուսափելի ցանկություն գնալ եւ քեֆ անել, եւ մայիսի 28-ը Հանրապետության օրը նշվելու է ժողովրդական տոնակատարությամբ։ Բայց այդ սպառազինությունը
ամենևին մեր ագրեսիվ քաղաքականության մասին չի։ Մենք չենք վարելու ագրեսիվ քաղաքականություն։ Մենք շատ բարձր եւ ուղիղ ասում ենք։ Մենք մեր բոլոր հարևանների միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք եւ Հայաստանի բանակի միակ խնդիրը Հայաստանի պաշտպանությունն է, որովհետեւ բավարար պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ թիրախ դառնալ, գայթակղություն դառնալ ագրեսիայի համար։ Մենք պետք է ունենանք ուժեղ պաշտպանունակ բանակ եւ կգաք կտեսնեք։ Ես գիտեք ինչ, ես որ տասնյակ անգամներով այդ բոլոր տեխնիկաները հատ գնացել եմ ստուգել։ Ամեն տեխնիկայի մոտ երևի 10 անգամ գնացել կանգնել եմ։ Ես որ նայում եմ այդ ամեն ինչին եւ հետահայաց նայում եմ մարմինս փշաքաղվում է, որովհետեւ ես այսօր արդեն կարամ ասեմ, որ մենք ունենք բոլորովին նոր որակի, թե տեխնիկական, թե հոգեբանական, թե պատրաստվածության առումով բանակ։ Ուրիշ բան ասեմ, ժողովուրդ, մենք այսօր շարքային զինվոր ունենք։ Այդ 18 տարեկան տղերքը գնում են բանակ, պայմանագիր են կնքում 5 տարով, ատեստավորվում են, 500,000 մինչև 600,000 աշխատավարձ են ստանում և ապրում են իրենց տանը, այս շատ կարևոր է, և բազմաթիվ գյուղական բնակավայրերում, ես 1000 ներողություն եմ խնդրում, որովհետև ուրիշի փողը հաշվելը լավ բան չի, բայց ես չեմ կարող դա չանել, այսօր հազարավոր տներ, այդ 18 տարեկան զինվորները փող են մտցնում 400,000, 500,000, 600,000 այնպիսի տներ, որտեղ կարող է վերջին անգամ միանվագ 500,000 դրամ մտելա, չգիտեմ 10 տարի առաջ կամ մտելա երբևէ թե չի մտել։ Այդ զինվորների ծնողները նախկինում պետք է պարտք անեին իրանց զինվորների համար, չգիտեմ շոր ուղարկեին, սնունդ ուղարկեին, այսօր այդ զինվորները իրանց տուն տանում են ամիսը 500,000 դրամ, 600,000 դրամ աշխատավարձ, փող են տանում, ավտո են առնում բանակում ծառայելով, էս է փոխվել մեր բանակում, ժողովուրդ ջան, էս է փոխվել, եւ ես դրա առիթով շնորհավորում եմ։ Բայց էլի եմ ասում, մեր բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունն, այս տարածքից դուրս մեր բանակը խնդիրներ երբեք չի դնելու եւ երբեք չի կատարելու։ Եվ մենք սա պետք է արձանագրենք որպես պետական, ժողովրդական, սա մեր այդ որ ասում են անվտանգության երաշխիք, մեր անվտանգության երաշխիքը գիտեք որն է, որ մեզ թույլ չտան, որ մենք թույլ չտանք, որ ուրիշները մեզ օգտագործեն երրորդ երկրների դեմ որպես գործիք, որ եւ իրանց պետքական պահին փուրը տան մեզ, մենք պետք է դա թույլ չտանք, ընդ որում այս պատմությունը մեզ հետ կրկնվել է տասնյակ անգամներով, մեզ անընդհատ օգտագործել, շպրտել են, եւ էլ եմ ասում, ինչն է պատճառը, որ այսօր այն բաներից հետո, 20-21 թվերից հետո, եւ որ դեռ կան են խմբերը, որ ինձ մեղադրում են դավաճանության մեջ, հող տալու մեջ, չգիտեմ ինչի մեջ, բայց այսօր բազմաթիվ մարդիկ ակնհայտ մեծամասնությունը ինձ ընդունում է էմոցիաներով, որտեղ այդ տարիքով մարդիկ, մայրերը, հայրերը հասկանում են, որ մեր կառավարությունը եւ իմ կայացրած որոշումների շնորհիվ մենք Հայաստանի Հանրապետությանը դուրս ենք բերել օգտագործվելու եւ դուրս շպրտվելու պատմական ցիկլից, այս է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ։ Մնացածը թողենք հետագայում, պարոն Փաշինյան։ Չկա հետագա, չկա, ոնց որ Եղիշե Չարենցը ասել է, կա Հայաստան, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետություն եւ նրանում սովորական կյանքով ապրող սովորական մարդիկ եւ ուրիշ ոչինչ, մենք եկել ենք ասելու, ես ժամանակին ասել եմ, մեր մեծագույն պրոբլեմը գիտեք որն է եղել ժողովուրդ,
որ երբ որ մեր այս երեխեքը ծնվել են, ծնված պահից մենք տոննաներով պատմական առաքելություններ ու պատասխանատվություններ են կախել մեր երեխեքի վզից, նորանոր, պատմական դարդեր, այս երեխեքը գիտեք ինձ ինչ են այսքան շատ սիրում, որովհետև նրանք ինտուիտիվ հասկանում են, որ ես իրանց վզից այդ անտանելի, պատմական, անհասկանալի, այդ քարերը, այդ ժառերը հանել եմ եւ այս երեխեքը այլևս ազատ են ապրել, լինել երջանիկ, լինել բախտավոր, վայելել կյանքը եւ ես եկել եմ ձեզ ասելու, որ Հայաստանի Հանրապետության համար կյանքի դռները բացվել են, կյանքի ճանապարհը բացվել են եւ ես եկել եմ ձեզ ասելու, ապրեք եւ վայելեք կյանքը, որովհետեւ ապագան այսօր է, ապագան հիմա է, ապագան այստեղ է, որովհետեւ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, Հայաստանում հաստատվել է անկախություն, Հայաստանում հաստատվել է պետություն, Հայաստանում հաստատվել է ինքնիշխանություն։ Եկեք ստեղ, որովհետև իրար այդ գործ ունենք անելու, եկեք ստեղ, բայց բանով չէ, չթռնեք բաների վրա։ Հիմա, բայց էլի եմ ասում, այս ամենի մեջ մեկ էլ ամենաուժեղն է նա, որ մեկ էլ մեկ ասում է, բայց կարող ենք նկարվել, բայց այս ամենի մեջ ամենակարևորը հետևյալն է, էլի տեսեք, այս ինչ որ ասեցի, ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը մի հետևյալ ասելիքն ու եզրակացությունն է, որ էլի ասում եմ, ամենակարևորը, ժողովուրդ, ասեցի արդեն, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, բա այդ եմ ասում, բա Հայաստանում տենց սպասարկում նախկինում դուք տեսել եք, որ վարչապետը գա, ձեր պատուհանի տակ կանգնի և ձեր համար ելույթ ունենա։ Այսպիսի սպասարկում Հայաստանի Հանրապետությունում երբ ա եղել, ժողովուրդ ջան, երբ ա եղել։ Ասեք, որ չի եղել։ Հումոր եմ անում, բայց ճշմարտություն էլ կա։ Յուրաքանչյուր հումորի կեսը հումորա կամ ճիշտ է։ Եվ հիմա շատ է խոսվում նրա մասին, թե լավ այդ խաղաղությունը կա, թե չկա։ Այդ խաղաղությունը իրական է, թե իրական չի։ Մեր խաղաղությունը 9 ամսեկան է։ Եվ ես 9 ամսեկան խաղաղությունը համատում եմ իմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա, թե չկա։ 9 ամսեկան երեխան ոչ միայն կա, ոչ միայն մարդ է, ոչ միայն անհատ է, ոչ միայն ունի անուն ազգանուն, այլև այն ընտանիքում, որ կա 9 ամսեկան երեխա, այդ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Պապիկ ճիշտ եմ ասում, թե չէ, պապիկներ ճիշտ եմ ասում, թե չէ։ Այդպես է, 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ուրախությունը և երջանկությունն է, և 9 ամսեկան խաղաղությունը Հայաստանի Հանրապետության, ես տեսնում եմ դա արդեն, ես արդեն այս վերջին ամիսները Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր խոշորացված համայնքներում եղել եմ, ես տեսնում եմ, որ այդ 9 ամսեկան խաղաղությունը Հայաստանի ժողովրդի ուրախությունը և երջանկությունն է, և Հայաստանի Հանրապետությունում այդ մթնոլորտը խաղաղության շնորհիվ փոխվել է, բայց ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրան չխնամենք, սիրելի ժողովուրդ, ինչ տեղի կունենա, այդ երեխան չի ապրի, ոտքի չի կանգնի, չի գոյատևի, եթե մենք 9 ամսեկան երեխայի նկատմամբ խնամք չտանենք, և հետևաբար մեր ակնկալիքն է ձեզանից, մեր կոչը և խնդրանքն է ձեզ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանը, տեր կանգնեք ապագային, որը այսօր է։ Եվ դրա համար պետք է անել հետևյալը, մենք ձեր գործը փորձել ենք մաքսիմալ հեշտացնել, այս բոլոր խնդիրները
բերեր կենտրոնացրել ենք մի հարցի մեջ եւ որը արտահայտվում է երկու կարգախոսի մեջ կամ երկու տենց հետեւյալ կարգա երեխեք դուք արդեն գիտեք մեր կարգախոսը որ ես ասում եմ Առանց համարի, մենակ 16-ին։ բայց պետք է անենց ուժեղ ասեք ես ասում եմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք դուք ասում եք 16-ին բայց պետք է անենց ուժեղ առնեք որ այն ցանկապատները են թիթեղի այսինքն պետք է մի քիչ ծռվեն շատ քիչ պետք չի նենց անել որ լրիվ պարկի բայց տենց այն մետաղի ցանկապատ մի քիչ պետք է ծռվի համաձայն եք բայց հետո դրանից հետո կարևոր է պետք է բացատրենք թե ինչու ենք քվեարկում 16-ին եւ ես պետք է ասեմ որովհետեւ պետությանը դուք պետք է ասենք տերենք պետք է ասեմ անկախությանը դուք պետք է ասեք տերենք որովհետեւ ապագային պետք է ասենք տերենք այդ տերենքը ձերն է ես մատով ցույց կտամ երբ որ ասեմ դուք եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ չի լսվում 16-ը չի լսվում, լավ չեք ասում։ Այ, լավա, բայց ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա երեխեք ասեք, ինչ եք ուզում որ մենք անենք։ Հա? Քարտեզ ով ստացավ։ Ով չստացավ քարտեր։ Բայց եք ստացած երեխեք ուր են։ Ստացել եք, հենա ստացել ես ունես քարտեր։ Ով է որ չի ստացել։ Հիմա սենց ենք անում։ Ով որ քարտես Լեոնարդ այդտեղ կանգնի, այդտեղ կանգնի։ Ով որ չի ստացել քարտես եւ ով ուզում է նկարվի։ Հիմա մի րոպե։ Ով ուզում է նկարվի հեռախոսները պատրաստ պահում ենք, պատրաստ նշանակում է օբյեկտիվը բացած, եթե ուզում եք սելֆի անեք բանինը, այդ դիմային օբյեկտիվը բացած, եթե ուզում եք նկարվեք, դիմացի օբյեկտիվը բացած, մի րոպե, մեր եկայց խնդրում եմ, էլի ինչ որ մեկը թող գա այստեղ, որը մենակ նկարելու հարցով զբաղվի, խնդրում եմ, Նենց, խնդրում, նենց, պտտվեք, նենց, հա? Էդիտան գալիս է, էդիտա ճանարի, ահա, հիմա, դուք կանգնում եք մենք այս շարքում, որ ընդեղ ճանապարհ, դուք էլ ես կողմ, այդ դիմացի ճանապարհը բաց ենք թողում, դիմացի միջանցք ենք թողում, որ երեխեք հանցնենք, Էդիտա ջան, չէ, Էդիտա, չէ, ցանկապատից են կողմ, որովհետև այդտեղ նեղ է, ցանկապատից են կողմ, Հիմա, ով որ ուզում է կամ քարտեզ տանա, կամ նկարվի, գալիս է շարքով, ընդ որում, ստեղից մտնում ենք, ստանում ենք, նենց դուրս ենք գալիս, որ հոսքը արագ լինի, ով ուզում է նկարվի, օբյեկտիվը բացած, հեռախոսը պատրաստ, վիճակ, պայմանավորվեցինք, ու խնդրում եմ համբերատար, ես կսպասեմ համբերատար, միջև, որ հա ով ուզում է սրտիկով նկարվի, տենց սրտիկ կանենք և տենց շարունակ։
Ահա մի հատ քարտես։ Մերսի շատ։ Քարտես կտա։ Հեսա սպասեք։ Բարև եղբայր։ Որոժանելես մտեք, հետ կանգնեք եկեք։ Հերթով գնա, հետ կանգնեմ, ռութս գնա։ Չէ, թող հերթ կանգնի, մի սովորացրեք երեխեքին, առանց հետ գնա այն կողմից հերթ, գնա այն կողմից հերթ։ Վերջի։ Ոչինչ, ուրեմն քարբան, կանֆետ վերցրա դուրս արի։ Կամ էլ ուղիղ եթերը ուրա, եղբայր, արի ստեղ էլի։ Ստեղ կանգնի ով որ չունի հեռախոս, թող սկրինշոտ կանեք, կվերցնեք ուղիղ եթերից, հենա նայի, տա այնտեղ, նայի ժպտա, գնացիր։ Դու էլ նայի, ահա, ես էլ քեզ, վերցրու, գնա։ Դուրս արի տեղից, դուրս արի, սեն դուրս արի։ Էդիտա ջան, պահի անում։ Տեղավ, մի ռոպե, ես էլ վերց։ Նայի, ուղ եթերից սկրինշոտ կանես հետո։ Էսա, սպասի, ամպերի, վերցրու, նայի, այստեղ նայի, հետո սկրինշոտ կանես։ Նայի, չես ուզում։ Շատ մեր։ Վերցրու։ Հա, եղբայրս, անպայման։ Վերցրու։ Եգոյի մոդը հերախուս կա է, ամզման նկարվան համստան։ Հա, եղբայրս։ Ուզում ես սկրինշոտ։ Շատ լավ, գնացիր։ Մի րոպե, հերախուս։ Արե մի րոպե։ Դու նկարվում ես, թե չէ։ Սկրինշոտ։ Համեցեք։ Երեխեք, սենց դուրս եկեք։ Այդ կողմով դուրս եկեք։ Ուզում ես նկարում եք, դե արագացրու։ Այդ կոմի կես ինչ ես արել։ Սենց ուղենք։ Լսում եմ։ Հա, ուզում ես նկարվես մենակ։ Մենք իրար ես իրա հետ եմ նկարվելու։ Հատա առանցին։ Հա, նկարի, արագ նկար։ Հա, հիմա դու։ Դե դուրս եկեք արդ։ Յոպե են զանացել եմ։ Ինչու։ Դե արա, կամ է ձեռդ պահիս էց, հա, լավ։ Էսա եղբայր։ Գնա հետ կանգնի։ Հերթով։ Եղբայր ճիշտը հերթ կանգնելն է։ Քեզ տվել ենք, թխվածք էլ տվել ենք։ Վերցրու։ Են էլ կտաս հայրիկին, ում ուզես։ Երեխեք բացեք հեռախոսը բացած պահեք, էլի։ Երեխեք ջան, ով որ նկարվում է հեռախոսը միացած պահեք, բայց երեխեցին բանը։ Չէ։
հայտնի հեռախոս Այլ ավելի մաշին Սանը մեզ կոմո։ Ապես նկարվում են։ Հա, կան։ Ուրա հեռախոսը։ Դե բացեք Գնացեք, գնացեք։ հեռախոսը։ Հա, արագ, բայց արագ արեք։ ավելի մաշին կարվել է Չէ, չեն նկարվել։ ասում ենք որ նկարել։ Եղավ, դա Այս մեկը իրան է, նա որ այս մեկը նկարել է։ դուրս արի, դե եղբայր, դուրս արի։ Չէ։ Է։ Դա ո՞մ է նկարը։ Դե դուրս արի, եղավ, նկարվեց։ Միասին եք դու Հա, եկեք Պետք է սելֆի կանոն։ Մարիա։ Նա դե փոքր չէ երևում։ Հիմա էլ դու չես երևում։ Սաթեն։ Արի սկսնի։ Ես վերցրու։ Վերցրու։ Միասին եք Չէ, արանք ուղղակի հեռախոս։ Հաջորդը։ Այդա։ Այդա ջան։ Ուր ես տանում հեռախոսը։ Վերցրու։ երեխեքը գերակաշի Իջը։ Դե վերցրու։ Իրար հետ եք։ Դուր դուր։ Ես շրանիչուն եմ։ Հա, ոչինչ։ Դե սենց դուրս եք եկել։ երեխեք ջան դուրս եք Իձե կտարում եմ։ Հա, եղբայր, կներես մոռացել եմ։ Բարև եղբայր ջան։ Բարև ձեզ։ Ես ինչ լավ ֆուտբոլիստ եմ։ կանգնի արի Դե չի ուզում նկարվի։ Մաքսրա համար ես եկել։ Սկրինշոտ կանես հետո։ Սկրինշոտ կանես։ արի Արի ճուտո ջան, արի։ Արի նայ, արի ստեղ նայ։ Վերցրու դե։ Վերցրու դե։ Դե արդեն դուրս արի։ Ժորը սերեփուն նայեք ծնողան դեպը չգնա փոքր երեխուն նայեք ծնողան դեպը Հա։ Տոր։ Բարև ձեզ։ Իա կտարվենք էլի, բայց սրտի։ Արի ես քեզ։ Տոր։ Հավես։ Նիկոլ Փասինյան չհատես կոչներ։ Կորցրել ես հեսա կտամ նորից եղբայր։ Ոչինչ։ Բարև եղբայր։ Մերսի։
Պապաշինան Հաճ- խաղարապարակ սահի միջում։ Բոլոր տեղերը։ Մենք նախընտրական ծրագիր ունենք 100 տեղ առնվազն խաղարապարակ ենք կառուցել։ Ժամիկին։ Տենց լինում է։ Դե գնացեք երեխեք ջան։ Ես եմ շնորհակալ եղբայրս։ Ինքը սովոր աստեղ միշտ անցնում է տեղով, ես էլ ձեզ։ Մերսի շեֆ։ Բուկլետ կտակ։ Երեխեք սպասեք, երեխեքը առաջնահերթություն ունեն։ Մերսի շեֆ։ Բայց մի երկու անգամ նկարեք էլի լավ չի լինում։ Պահի։ Բարեցես, Վերցրու, լավ եղբոր, համեց, Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ, Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ, Կարողում եք արածել։ Մի թարս տամ էլի, կարաք մի դպրոցի սարքեք։ բոլոր դպրոցները, այո, որնա ձեր դպրոցը մատասը, Կարողացին Հովանես Շիրազյանվան այստեղ։ ես թվում արդեն ծրագրի մեջ է, կպարզեմ ես, դպրոց սարքելը մեր պարտականություն է, Ջուտո ջան, ոնց ես, ճիշտ ես, արի դե կանգնի նկարում, Էսա կոն։ Ay, gayet havadan Վերցրեք, դե գնացեք երեխեք ջան։ Մենք ուզում ենք ինձ։ Բա ով է։ Ահա։ Դվեք հեռախոսես բրինի։ Դուք եք նկարում, թե դուք առանձին եք։ Ապե։ Դեսես Օքեյ։ Ay, zaten Պարոն Փաշինյան, մի հարց տամ էլի։ Ասա եղբայրս։ Մենք արեցեմ Երևանի Հովանես Շիրազյան անվան հարվածությունները։ Գիտեմ, ասեց ձեդը, Հա, իսկ տարի չի վերանալ։ ընդհանուր դպրոցը պետք է։ Կարող ենք ձեր սրտիկով նկարվել։ Հա, եղբայր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Բայց շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Մի րոպե եղբայր։ Screenshot կանես հետո, հա։ Ով եթերից իմիջը։ Լավա ձեռդ արդեն լավանում, հա։ Սենց։
Չնկարվեց։ Հա, օքեյ։ Բարի եղբայր։ Հա, իհարկե եղբայր։ Շուտ միացրու։ Արի դու գնա մինչև քոնը պատրաստ, հա։ Չէ, ես շոմ եմ։ Դե արի վերցրե մինչև։ Չի գորան, դες արի։ Դա ոնց է։ Բեր եղբայրս։ Ավելի լավ է դուք նկարը։ Ամիգո։ Ես երկու աղբեր եմ ունեցել։ Ես մեկ աղբեր։ Ես երկու աղբեր։ Ես ապայուսակիդ մեջ լցրու, որ չկորի։ Ահա, սենց բայց դուրս արի, սենց։ Մի հատ էլ, բայց են կոմով դուրս արի։ Մենք ես ասեի գնալու ենք։ Ես փոխ։ Անվաշապետ նարմուկալ։ Հաճույքով եղբայր։ Ես ինստագրամ հայտնի բլոգեր եմ։ Ապրես աղբերես։ Ես միշտ առողջություն։ Քեզ էլ եղբայր։ Արի, կանգնի։ Նիկոլ Փաշինյան։ Ով ալացա։ Բարակ մեծ հետ նկարվեք։ Հա, իհարկե։ Մեզ գնա։ Ես եմ գալիս, բայց մի քրիկի ինձ գայրոշ։ Դելի կարի։ Բախտոպես։ Բայց շատ։ Արկեն քրիկի համար մի հատ տակ։ Ամրուջը։ Էնի դավ չնկարես մեկ նկար։ Նկարվեն եղբայր չէ։ Մի լավ նկարեց, ես ստուգի։ Լավ։ Մայրիկ ջան, ինչ է պետք է անել, ասեք, ինչ անենք, ասեք։ Ես առանց կարվել ու կարող։ Այ իհարկե վերց։ Թողեք մայրիկը գահլը, ինչ է ուզում։ Պարոն Փաշինյան, Հաճա։ ես անգեղակոթի խաշմերուկում 4 տարավաշ չեզ ամփրել եմ։ Ճամփեն սարքել։ Այո։ Գնացինք մենք անգեղակոթ։ Գիտեմ, 3 օր առաջ ընդեղիր, Ուրախ եմ։ նա այն տարին էլ որ եկար 4 տարի խաշմերուկում կանգնած ամփրել եմ քեզ։ Հա։ Շնորհակալ եմ մայրիկ ջան։ Մի հատ էլ դուր երեխա կա նրա։ Ահա, էս Չէ, էլ։ այդ կարող ես չտալ նկարը դուր։ Էնա կտա։ Մայքի լավ չէր Հելենը կարը, սելքի, բայց էլի սրտիկով։ Պահելը։ Տեստուգի տնը գլավ աղեն։ Ստուգի։ Հա, շատ Լավ լավ է։ է։ Ինչ հարություն։ Հարություն երեխա է անցել։ Ավտոբուսից միջև հիմա, հա, դե մի քանիս էլի են եկել։ Դու էլ հաշվում ես երեխեքին։ Չենք թող նկարի։ Վերցրու գն հետ։ Բարև ձեզ։ Մերսի։
Սենց դուրս։ Էդ ինչ ես դեմքդ փակում։ Ես կտամ կնկարեն, արի։ Դե վերցրու ես է։ Դու սենց դուրս։ Որ խնդրեմ երկու հատ դատում մեկ ընկերուս համար։ Սենց պետք է դուրս գազ մռութը։ Մերսի շատ։ Ինչքան։ 200։ Հա, բարձ։ Երկու հատ դատում մեկ ընկերոջ։ Հա, եղբայր։ Մերսի շատ։ Որ խնդրեմ կարող ենք նկարվել։ Հա, իհարկե։ Բարև։ Վերցրու բան։ Հա, իհարկե, եղբայրս։ Ես ստացել եմ, բայց քուրիկս լացում ա, որ իրան չի։ Բա վերցրու տարես։ Ոչինչ, տարես, էդ էլ դուր, բայց սենց դուրս արի։ Զտիկ, համեք։ Արման ջան մատ պայ։ Վերց, ես մեզ։ Ադինգա։ Զտիկ։ Ադի ջան մի մարիա։ Զինվոր, վերցրու։ Սենց դուրս արի։ Սենց դուրս արի։ Վերց։ Եք։ Բուկլետով, հիմա բուկլետով։ Հիմա նույնը բուկլետով արա է։ Հա, լավ է, Բարոփաշյան։ Լավ։ Ձեր շատ ենք սիրում, շատ։ Ես էլ ձեզ եմ Ամպերի սիրում։ չափ։ Խնդրում եմ սենց Որ դուրս։ խնդրեմ մեկ հատ եք հարցես, մեկ հատ։ Համեցի։ Շատ շնորհակալ եմ։ Հա։ Մարիք ջան կմոտենի։ Վերցրու։ Ես երեխեն թողա այդոնով եկեք, ես երեխեն։ Բան երեխա է, մա։ Շատ բարև Սա ձեզ։ Շատ ուրախ եմ։ Սալ պոճուրի։ Բռնի։ Որ լիվոտ Պաս։ շատ շնորհակալ եմ։ Սենց դուրս եկեք խնդրում։ Պարոն Փաշինյան ջան, մի հարցով կարամ դիմեմ նոր դեմ։ Ասեք։ Մեր 5-րդ երեխան ացում են թորնիկս։ Հա, շատ լավ է։ Ահա, մենք էլ տնակի մեջ ենք ապրում, Դոմիկի Այրացիա թաղամասից մեկի ենք։ Հիմա մենք բազմազավակ երեխաների ընտանիքների համար ծրագիր ենք պատրաստում, բայց սկզբից 6 երեխա ունեցողների հարցերը կլուծենք, հետո այդ ընթացքում 6-րդն է կծրվի։ Շատ շնորհակալ եմ, Աստված թողնի քեզ, մենք Շնորհակալ եմ։ Մարիք ջան դուրս եկեք։ Հեսա այնտեղ կա նկարող։ Փաշինյան ջան, Հա ջան։ մի հատ բացեմ։ Հարազատ ջան, Ահա, այսը վերցրեք։ շնորհակալ եմ։ Աստված մեր գործերին, մեր Տվեք։ ցանկությունը Աստված օգնի ձեզ, 18 թվականի ձեր կողքին ենք հավատարիմ։ Աստված օգնի ձեզ, դուք մեր փրկությունն եք, ժողովրդի փրկությունը, շնորհակալ եմ։ Ես իրա հետ ունեմ նկար, մի հատ էլ առանցին կոպակն եմ ուզում։ Առանցին, ոնց է։
Լավ, դուք ոնց եք։ Լավ է, մերսի։ 5 թորն եմ ազիս։ Աստված պահի։ Մենք 5 հատ որ տանը բարդ են։ Հա։ Չհասկացաք, ներդրք է։ Բան, խվածքներ էլ դուր։ Բայսակը բացեք լցնենք բայսակը։ Այս կյանքը Իրեք հատ է։ Օտախաչերների մեր ժողովրդի կոմունիստներ։ Նկարի։ Հա։ Մերսի, դուրս հաջողություն արժան։ Մեր հետ միշտ պահապան։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ պարոն Վարչապետ։ Դուք 18 թվից մինչև այսօր ինձ օգնել եք ամեն ինչով, Հա, որպես հաշմանդամ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ մի հատ էլ ձեր հետ նկարվեմ, կարելի է։ Շատ շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես եմ շնորհակալ։ Հունիսի 7-ին համար 16-ին։ Շնորհակալ եմ։ Զավակ տան։ Շնորհակալ։ Այս քարտեզը կներ կոտ եմ, Ես անձամբ ձեզ շնորհակալություն եմ այդտեղ, որ 20 թվականի ամսի 8-ին տղուսնուր էր նոյեմբերի 8-ին, ամսինի որ պայմանագիրը ստորագրեցի խաղաղություն ելավ։ Ձեզ այն ցոկաչափ շնորհակալ եմ, որ այդ դրա բանով մի հատ ինսուլտ եմ տալիս, ցավը տալիս։ Աստված ձեր հետ է, ես գիտեմ, միշտ Աստված ձեր հետ է։ Այդ 17 հատ դեպ այլ հետևից հիմա 7 հատ է մնացել։ Հա, Կամաց կոդորում է։ 20 գլխանի Ես ամեն ինչն էլ հասկանում եմ։ Մի հատ նկարում եմ։ հրեշ ա եղե 20 գլուխ կտրել է մնացել է։ Մի հատ նկարում եմ ցավը։ Ոքաչափ շնորհակալ եմ։ Հա, եղբայր։ Բա ուրա ինչով նկարվենք։ Ուղիղ եթերից սկրինշոտ կանես։ Եկել 3 հատ վայր, եկել 5 Դուր 3 հատ։ Քարտեզ։ Բարև ձեզ պարոն Վարչապետ։ Որ խնդրեմ կնկարեք։ Նայ։ Ես կարող եմ ձեզ մի հատ գիրք նվիրել։ Այո։ Սա իմ գիրքն է։ Առաջի։ Ինձ կարող է հիշեք։ Ես Կոշի գաղութի Սադոյան եմ։ Սոցիալ-հոգեբանական բաժնի։ Սադոյան Խաչիկ է։ Որ ես նստած եմ եղել, դուք այնտեղ եք եղել։ Մի անգամ որ ինձ ասիր, պարոն Սադոյան, կարող եք ես զանգարել ասացի հավատանել, ես իրավունք չունեմ, բայց եթե հնարավորություն տան, ես եմ շատ, ես առաջերմանից մինչ այսօր, ես մասնակցել եմ, գիրք հրատարակել եմ մինչև 18 թվականի ապրիլի 23-ը, որից հետո լրակամշակված արդեն ավելացրել եմ այս հաղթանակը, արդեն այդ ժամանակ խնդրեմ, բայց կուզենայի մակագրեի, այս Հա, խնդրեմ, այնտեղ մակագրեք երեխեքը անձրևի տակ չմնան։ Այնտեղ մակագրեք, կփոխանցեք, կվերցնեք։ Կարև ձեզ։ Հոպ! Հոպ! Երեխեք! Երեխեքին ծրում ենք, միտինգը ծրում ենք։ Եկեք, երեխեք, եկեք զոլցիկի տակ, եկեք։ Լավ, լավ։ Նկարվենք մի հատ։ Մի հատ ստեղինայք։ Ուժեղ նկար է, ավտոբուսը մոտ եք, չի, երեխեք դու գորդ եք ապրում։ Ես մոտ դեպի չասեմ։ Այդտեղից կարած նկարվի։ Հետապ կարող ասում։ Դեն նկարի ես։ Ամեն ինչ կան եք երեխեք, ամեն ինչ հերթը։ Բասի։ Երեխեք տենց տեսություն կա, որ ուժեղ անձրևը երկար չի տևում։ Հիմի կստուկ ենք ճիշտ այդ տեսություն թե չէ։ Ինձ կա
Հա, վերջա։ Եկեք Կարամ ես էլ նկարեմ։ Ես մայրիկ չեք տալու։ Պարոն Փաշինյան, կատարվում եք, սիրում եք, ապրեք։ Շնորհակալ եմ սա։ Կարևորը խաղաղություն լինի։ Այո։ 003 Երեխեք ինչ կարծիք եք, մենք մանր շարժում ենք դեպի այն կողմ։ Գնացեք։ Եկեք, մնացեք անձրևանոցի տակ, նկարվի, մնացեք անձրևանոցի տակ։ Քարտեզ տվեք, քարտեզ, Լեո Սմայլիկ, Սմայլիկ ելքի, ես վերցում։ Եկեք, երեխեք, եկեք, մնացեք զոնտիկի տակ։ Ես եմ շնորհակալ։ Գալ Փաշինյան։ Եկեք, երեխեք, մտեք տակը, մի թրջվեք։ Լավ եղբայր, դու լավ ես։ Ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ էլի։ Երեք էլ ավան էիր եկել։ Ուրա, ավտոբուս եկավ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս անձրևանոցը պահեք։ Հա։ Այս սենց հետաքրքիր անձրևային ռոմանտիկ։ Սիրում եմ հայրացիայի մեր սիրելի բնակիչներ բոլորիդ, Շենգավիթ, երևի արդեն այսօր ամփոփ ենք, այս տեղատարափի տակ արդեն դժվար կլինի։ Լավ եղեք, եթե կշարունակենք, էլի ուղիղ եթեր կմտնենք։